Եվ արդ, որպիսի իսպար չկտրեմ հույսը փրկության, ու չմատնվեմ, դառնալով անզեն, այնքան ահարկու պատկերների մեջ, վերևում հիշված այն աներևույթ դիմամարտներին, որոնք այլ բան չեն, քան թե ընտանի ինքնածին բուսած անարգ ոսոխներ, ընդդեմ բազմաբող ամեհի ու խոլ այդ մարտիկների, կցուցադրեմ և աստվածային, զորավոր անպարտ ու ամենահարթ սեգ ախոյաններ, թեկուզ պատճառի այդ անմատչելի ու դժվարակույտ ծառերի պտուղ քաղելու կսկից, անկոխ ճամփեքի չարաչար տաժանք, քանզի չարագույն զորքերը բոլոր նենգ բանսարկուի, չկորացնի աչքերից կաթած սակավ մի արցունք, ինչպես լպրծուն ու բազմոտանի, տկար խլրտմամբ, գետնասող ձեռուն ու ճիճուներին, վրան ծորացած ձեթի մի կաթիլ, կամ սատակչական թույնի չնչին շիթ, և հոգուց ելած դառնահետ սրտի մի թույլ հառաչանք, արևատոչոր խորշակի նման, կարող է հալել սառույցը դժնի, ճիճուների պես, որքան լինում են սրանք հեշտածին, դիմադրությամբ նույնքան լինում են նաև դյուրամեռ, այսպես չպիտի դադարեմ երբեք, կսկծեցուցիչ խոսքերով դատելուց դատապարտյալիս, և քարկոծելուց անձս հանցապարտ, իբրև չարագործ անհամոզելի փրկությունից զուրկ, քանզի թեպետև ինձ նեղողների մի փոքր մասին ոչնչացնում եմ, բայց մյուսներին նոր ուժ եմ տալիս, որ կենդանանան, անդարձ կորստյան մատնելով հոգիս, տունկս դառնության որ ծաղկեցրի, անառակ վարքիս գարշությունը լոկ, և բարունակս ապականաբեր ու մահոխկուզյան, որ իմ կորստյան գինին երկնեցի, զավակս Քանանի, ոչ թե Հուդայի, մեծն Դանիելի, խոսքի համաձայն, որդիս Գեհենի, ոչ արքայության, ժառանգս դժոխքի և ոչ թե անանց փառքի անցկալի, նյութս տանջանքի, ոչ թե հանգստյան, երախտուրացս երախտավորիդ, ապա շնորհս բազմապարգևիդ, մեղանչականս ներողիդ հանդեպ, դառնացուցիչս քաղցրության մեծիդ, ծառաս չար ու վատ ըստ տերունական հանդիմանության, իմաստուն, չարիք գործելու համար, ինչպես Եսային մարգարեացավ, ժիրս, զազրելի ժանտագործության, փութկոտս, տիրոջ բարկացնելու մեջ, մշտաշարժս, պիղծ սատանայական գյուտարարության, հանապազորյատ վիշտս Արարչին, տկարս բարի վեհ թռիչքների, ծույլ, երանական վիճակ ընտրելու, հեղգ, խոստացածին հասնելու համար, երկչոտ, կարևոր, պիտանի գործեր կատարելու մեջ, ծառաս, տիրադրուժ երախտամոռաց, վայ մեղավորիս, որ բարկացրի ինձ ստեղծողին, կորստյան որդուս, որ անմահության ձիրը մոռացա, վայ պարտապանիս, անհամար ու բույր այն քանքարների, որոնք հատուցել չկարողացա, վայ բեռնակրիս, դժնի մեղքերի, զի անկարող եմ հանգստարարի մոտ վերադառնալ, վայ հանցապարտիս, տիրոջ նկատմամբ, որ հնար չունեմ այլևս հզորին ներկայանալու, եղեգնախռիվ դյուրավառ նյութիս, որ Գեհենի մեջ պիտի տոչորվեմ, վայ որ մտքիս մեջ շողում են անդուլ, Աստծո բարկության նետերն հրեղեն, վայ հիմարիս, որ չմտառեցի, հանդեսն այն որտեղ ծածկույթները հրապարակավ պիտի տարփողվեն, վայ ամբարշտիս, որ միշտ անդադրում
չարությունների ոստայնն հյուսեցի, վայ ինձ, որ մարմինն իմ բարարեցի, անմահ որդերին իբրև կերակուր, ինչպես թունավոր այդ կտողներին տոկամ, դիմանամ, վայ ինձ, երբ մահվան բաժակը ըմպեմ, ինչպես կրեմ այդ տույժն հավերժական, վայ, երբ եղկելի մարմնիցս ելնի անարժան հոգիս, ինչպես ճշմարիտ դատավորին ես պիտի երևամ, վայ, երբ սպառվի յուղը լապտերիս, զի եթե մարեց, չի վառվի այլևս, վայ ինձ, բռնելիք այն խուճապահար ու տագնապալի ահ ու սարսափին, երբ առագաստի մուտքը կփակվի, վայ, երբ երկնավոր արքայի վճռով կնքված ահարկո սահմռկեցուցիչ այս խոսքը լսեմ, քեզ չեմ ճանաչում,